Բարի օր ժողովուրդ, Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Այսօր 2026 թվականի հունվարի 6-ն է։ Ուստի շնորհավոր Սուրբ Ծնունդ Ջրաղացի ձորից, Mountain High Farms-ից, բոլոր աշխատողներից, մեր բոլոր հետևորդներին, մեր բոլոր հաճախորդներին, սպառողներին, վաճառողներին, դիստրիբյուտորներին, բոլորին, ամբողջ աշխարհին, բացի իհարկե այն մարդկանցից եւ ազգերից, որոնք չեն տոնում սննդյան տոները զուտ ուղակի, որպեսզի իրենց հոգևոր արժեքները չվիրավորելու համար։ Ջրաղացի ձորում պատկերացրեք հունվարի 6-ից սկսել է երեկվանից, հունվարի 5-ից սկսել է ուրեմն հալվել ձյունը, եղանակը տաքացել է, մենք հենց հիմա ունենք +3, +4 ջերմաստիճան տաքություն, մենք ունեցել ենք բավական ցուրտ եղանակներ, ուժեղ քամիներ, դեկտեմբերի 29-ից 30-ից ջերմաստիճան իջել է մինչև -15, նույնիսկ -18 գիշերները, քամիները եղել են 50 կմ/ժ-ից մինչև 142 կմ/ժ ըստ մեր եղանակային կայանի, մենք անընդհատ ֆիքսում ենք եւ այդ պայմաններում մենք ստիպված էինք հանգուստներին եւ դորպերներին իջեցնել գեղատապ բնակավայրում, այստեղից 3-3.5 կիլոմետր ներքև, որպեսզի պահենք իրենց ծածկի տակ եւ կերակրենք քաղած տուկավորված խոտով։ Ես հիմա գնում եմ սև անգուստներին դիմավորելու, քանի որ իրենց բարձրացնում ենք վերև, որովհետև ունենք այս պահուստարված արոտավայրերը, որոնք հիմա արդեն հնարավոր է օգտագործել։ Սա կարևոր է, որովհետև առաջին հերթին մեր ռազմավարական պաշարը խոտի պահպանելու համար, երկրորդը, որ չի լինում այդ խոտով ռազմավարական կտրած տուկավորված խոտով կենդանիներին չես պահի, ոչ ձմռանը, ոչ ամռանը, ոչ աշնանը, ոչ գարնանը։ Այս հուսականությունը խոտը, որը հիմա արդեն ձյունը զյանտակից երևում է, ձյունը ծածկել է, պահուստավորել է նրանց մեջ որոշ սննդարույցերը, այս արոտային խոտը, նույնիսկ ձմեռային, ինքը չի կտրված արմատից եւ իր մեջ չեն ոչնչացվել հիմնական սննդանյութերը, որոնք պետք են կենդանիներին, հատկապես ձմռան այս ամիսներին, եւ տուկավորված խոտով կերակրելու ժամանակ նկատելի է, որ նրանք քաշ են կորցնում։ Իսկ դա թույլատրելի չէ մեր համար, դրա համար իրենք կբարձրանան վերև եւ կշարունակեն իրենց ձմեռային արածեցումը արդեն բաց երկնքի տակ, առանց ծածկի, սա վերականգնողական անասնապահության ամբողջ հմայքն է, ժողովուրդ, պետք չի կերակրել կենդանիներին որևէ այլ կերով կամ խոտով, եթե կա արոտներ։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի կեսը հեռագնա արոտներն են, սրա նման արոտային սեզոնը մինչև 10-11 ամիս տարվա մեջ։ Տեսեք, մենք ընդամենը 8 օր ենք կերակրել մեր անգուստներին ռազմավարական քաղաց տուկավորված խոտով եւ ամբողջ այս ընթացքում նույնիսկ հիմա արդեն ձմռանը նրանք կասկածն են արոտում։ Իմաստ չկա թանկարժեք կերել առնել,
կենթաներին փակել գոմերում եւ կերակրել, ջրել, գոմաղ մաքրել, որովհետեւ այն պարարտուքը, որը այս կենթաները թողնում են այս արոտավայրերի վրա, միայն գոմում է դառնում գոմաղ։ Մինչ այն պարարտանյութ է։ Եվ սա կարևոր է, այվ մեր երկրի ողնաշարը գյուղատնտեսությունը կարող է լինել, IT-ն չի կարող լինել ողնաշարը, հանքարդյունը հանումը չի կարող լինել ողնաշարը, հասկանում եք, գյուղատնտեսությունը մեր տարածքի կեսը Հայաստանի այսպիսի արոտներ են, բայց մարդիկ կենթանիներին պահում են գոմերում ծմերները, չկա կենթանի արոտներում Հայաստանում, բացի իհարկե մեր ֆերմայից, եւ սա կարևոր է, որովհետեւ Հայաստանը մոտ 300-ից 350 միլիոն դոլար վճարում է այլ երկրների ֆերմերներին, այլ երկրների բյուջեներ, որպեսզի միս գնի տարեկան, հսկայական գումար է, եւ եթե Հայաստանի արտադրողները առաջարկեին այդ ապրանքը, որը հայաստանցիները մեկը գնելու էին, այդ 300 միլիոնի որոշ մասը, թեկուզ կեսը, կամ միգուցե ամբողջը կարող էր մնալ Հայաստանում եւ չէր գնա դուրս։ Նորից եմ ուզում բարձ բացատրել, ժողովուրդ, բարձր տեխնոլոգիաներ եւ այլ հյուրատներ եւ այլ դրանք տուրիզմ եւ այլ ոլորտներ, դրանք շատ կարեւոր ոլորտներ են, շատ կարեւոր, որոնք գումար են բերում, հանքարդյունը հանում գումար են բերում երկիր Հայաստան, բայց եթե պետք է հայաստանցին այդ նույն ոլորտների աշխատողները իրենց գումարը ուղարկեն դուրս պարզ ապրանքներ գնելու համար, ինչպեսին են օրինակ, չգիտեմ, միսը, այդ դեպքում տեսեք ինչքան են կորցնում։ Տակերը, որ ինձ զանգ է գալիս, սովորաբար այստեղ չի բռնում։ Այդ գումարի կեսը կամ ամբողջ մասը, Հայաստանը գնում է ամեն ինչ, եթե միսը պետք է գնենք դրսից, անիրը բարձրակարգ գնենք դրսից, չգիտեմ ինչ են մարդիկ հագնում են, երեխաների տետրերը, գրիչները, համակարգիչները, հեռախոսները, դա արդեն շատ է լինում, բայց չէ որ մենք ունենք տարածք, մոտ 14,000 քառակուսի կիլոմետր, որը հեռագնահարատներ են, այնտեղ աճում է կանաչ գույնի միս, այդ կանաչը, որ աճում է, դա ուղղակի այդ կանաչ գույնի միսն է, ինչ իմաստ կա գնել դա դրսից, եթե մենք ինքներս կարող ենք աճեցնել, հիմա բոլորը հիմա այս սեզոնին, բոլոր կենթանիները Հայաստանի գտնվում են գոմերում, բացի մեզնից, եւ մենք դա շատ ենք կարևորում մեր տեսանկյունից, մենք 2000 մետր բարձրության վրա ենք ժողովուրդ, եւ այս ձյունը մինչեւ հիմա մոտ 70 սանտիմետր 1 մետր էր, բայց հիմա տեսեք, էլի կան խորը տեղեր, բայց մենք ունենք բաց արոտավայր, ուստի պետք է կերակրենք, կենթանիներին պետք է բերենք արոտավայր, ուրիշ տեղ չպետք է տանենք, չպետք է տանենք գոմի մեջ, դրա իմաստը չկա, դա կարևոր է,
մեր տեսանկյունից։ Տեսեք, հիմա ես քայլում եմ մոտ 30 սանտիմետր խորությամբ ձյան վրայով, ճիշտ է ձյունը քիչ որ չափ քարացել է եւ իմ ոտքերը ամբողջությամբ չեն անցնում ձյան մեջ, քայլելը դժվար է, բայց տանելի։ Ես ամբողջ ամանորը եւ հիմա արդեն ծննդյան օրերը անցկացրել եմ 2000 մետր բարձրության վրա գտնվող հեռագնա ֆերմայում եւ հավատացնում եմ ձեզ, դա շատ հաճելի, հետաքրքիր փորձություն է, շատ տարբեր է քաղաքի այն երբզերից, որը, չգիտեմ, իմ կարծիքով չի օգնում բոլորովին եւ նույնիսկ ինչ որտեղ խանգարում է։ Քամին բարձրանում է եւ ես չեմ տեսնում իմ էկրանը, որ պետք է ցույց տա, թե ինչքան է տևում այս տեսանյութը, YouTube-ը չի թողնում 15-16 րոպեից ավել երկար տեսանյութեր, նրանք սովորաբար իմաստ էլ չունեն, դրա համար ես ուզում եմ այստեղով ամփոփեմ, շնորհավոր բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը, հետևեք մեր YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք, տարածեք եւ հավանեք մեր վիդեոները, ինչպես նաեւ այցելեք մեր կայքեջը, որը հեղումը դրված է այս տեսանյութի տակ, որտեղ դուք կարող եք տեսնել մեր գործունեության առանձնահատկությունները, վերականգնողական անասնապահության առանձնահատկությունները, հատկապես կարող եք իմանալ որտեղ է վաճառվում մեր արտադրանքը եւ կարող եք մեր կայքից նաեւ գնել առցանց։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնենք